18 թվականին, երբ որ այս Թավշյա իշխանազավթումը եղավ, այդ մարդը մի հատ բան արեց, որ ինչքան գումար է ծախսվել իր ասած հեղափոխության իմացած Թավշյա իշխանազավթման ժամանակ։ Եվ ինչ-որ կոպեկներ էր գրում, չգիտեմ, քանի դոլար, քանի ռուբլի, քանի դրամ եւ այլ եւ այլ։ Ասել եմ այս մասին կրկնելու կարիք չկա, բայց պարզվելու է, չէ, այդ օրերին քանիսն էին տոպրակներով փող բերում Հայկական ժամանակի խմբագրություն եւ իրենք ունեին մեկ չերգեզվող պահարան, որ արդեն չէր տեղավորում, գնեցին երկրորդը եւ երկրորդն էլ որ լցեց մի գիշերով 2 հոգով ինչպես այդ գումարները տեղափոխեցին։ Սա է սրանց բնույթը։ Այս մասով գործեր չկա։ Փողը իրենց աստվածն է։ Եվ միշտ է, գիտեք, մարդը երբ որ փոքր տարիքից մանկությունից միշտ կարիքի մեջ եղել, միշտ բան է եղել, որոշ մարդիկ իրենց վրա աշխատում են, ուժեղանում են, դառնում են եւ գործարարներ, եւ լուրջ մարդիկ, բայց մարդիկ կան, որոնց ոսկորը սոված է, եւ այդ սոված ոսկորով նրանք ապրում են մինչեւ իրենց կյանքի վերջը։